գործընկերային հարաբերություններ։ Եթե մենք անցնում ենք կույս եւ ձուկ, այնտեղ կարող ենք անցնել կշեռք եւ խոյ, ձեր առողջության հետ կապված հարցերն է, սիրելի կշեռքներ, խոյեր, ուշադիր եղեք աշխատանքում, խնդիրներ չունենաք, ձեր աշխատակիցները ձեզ չդավաճանեն, ինֆորմացիա չհանեն, դուրս ձեր առողջության հետ կապված հարցերն է կարող լինելու, աղեստամոքսային տրակտը պահեք, կարող եք միաժամանակ մեկուսանալ, հնարավորություն ունեք գնացեք առողջարաններում, ձեր առողջական վիճակը կարգավորեք, ի վերջո դա ձեր աշխատանքի առողջության մեկուսացման դաշտում է մինչև մարտի 20-ը, փորձեք մի քիչ ավելի զգոն լինել եւ աշխատակիցների հետ հարաբերությունները չփչացնել, որովհետեւ դրանից հետո դժվար կլինի նորմալ աշխատակիցներ ձեռք բերելը։ Այստեղ եթե նայում ենք կարիճ եւ ցուլերի մոտ 5-11-րդ տունն է, երեխաների առանցքն է, սեր, լյուբով, դեти, տворчество, հնարավոր է խնդիրներ լինեն երեխաների հետ կապված, նրանց աշխատանքի, առողջության հետ կապված, աղեստամոքսային տրակտն է, կույսի կենդանակերպը, ձկների կենդանակերպը նրանց հոգեվիճակն է, սիրելի կարիճներ, ձեր ապագա պլանների մասին լռեք, մի ասեք, մինչև Մերկուրին կսկսի առաջ գնալ, նոր ամսի 20-ից մարտի 20-ից հետո կսկսեք խոսել, սիրելի ցուրեր, դուք էլ ձեր բիզնեսի, ձեր երեխաների հաջողությունների մասին մի պատմեք ոչ միտեղ, թող Մերկուրին կսկսի առաջ գնալ, նոր մարտի 20-ից հետո կսկսեք այդ ամենը մեկնաբանել, լուսաբանել, լռեք, ուղղակի գաղտնի անցեք գործի։ Եթե անցնում ենք աղեղնավորների, երկորյակների, դա գալիս է 10-րդ, 4-րդում ծնողական առանցքն է, սիրելի հետևորդներ, սիրելի աղեղնավորներ, երկորյակներ, նրանց առողջության հետ կապված հարցերը կարող են ձեզ հուզել աղեղնավորների դեպքում հայր ծնողի մոտ, երկորյակների դեպքում մայր ծնողի հետ կապված հարցերը, այդ կտակի, ժառանգության հետ կապված հարցերը, այդ բոլոր տհաճ խոսակցությունը մի կողմ թողեք, սկսեք այդ ամենը մաքուր թղթից, դա մարտի 20-ը, 20, 21, 22-ից հետո արդեն բանակցություններ վարեք ձեր մայրիկի, ձեր հայրիկի հետ, տան առքուվաճառքի հետ կապված բոլոր հարցերը կարող եք թողնել, եթե շատ շտապ չի, թողեք ամսի 20-ից հետո 22-23 վաճառքի համար է լավ, բանկից գումարներ վերցնելու, պարտքերը փակելու, նոր նյութական ռեսուրսներ ձեռք բերելու համար, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, հենց այդ ժամանակահատվածը ամենալավ օրերից մեկն է մարտ ամսին։ Անցանք առաջ, աղեղնավոր երկորյակ, հաջորդը դա գալիս է այծեղ ջուր եւ խեցգետին, այծեղ ջուրների 9-րդ տուն, խեցգետինների 3-րդ տուն, այս խավարումները այդտեղ են լինելու, սիմվոլիկ դրական հնարավորություններ կա, այծեղ ջուրները հնարավոր է արտասահմանում, բուհական այդ շրջանակներում, ճանապարհորդելիս ուշադիր եղեք եւ դեռևս ուշադիր եղեք, միշտ ասում եք